Ինչ հսկաներ կան կյանքիդ մեջ։ Շատերիս կյանքերում կան հսկաներ, որոնք շատ անգամ անհաղթահարելի են թվում, որոնք շատ անգամ կարծես մեզ ճնշում են, մեզ նեղացնում են, մեզ խեղճացնում են, մեզ փոքրացնում են։ Եվ ես ուզում եմ, որ այսօր մենք կարողանանք միասին նայել մի քանի տեսակների, հսկաների եւ հասկանանք ինչպես հաղթահարել, ինչ անենք, ինչի պատճառներով է այդ ամենը մեր կյանքերի մեջ։ Ամեն եւ ուզում եմ սկսել խոսքը առաջին թագավորաց 17-րդ գլխից։ Առաջին թագավորաց, եկեք միասին հետևենք խոսքին։ Ես միշտ ասում եմ, որ շատ լավ է, որ դուք լսում եք, մեկ էստեղից խոսում ենք, բայց դուք հետևեք խոսքին եւ սովորեք եւ համոզվեք, որ այդ խոսքը, որ ասվում է, կա Սուրբ գրքում։ Ուրեմն առաջին թագավորաց 17-րդ գլուխ եւ 4-րդ խոսքում այսպես է նկարագրվում հսկայի մասին, որը կար եւ ասում մի միշնամարտիկ էր դուրս եկել փղշտացիների բանակից անունը Գողիաթ, Գեթացի, բարձրությունը 1 կանգուն եւ 1 թիզ։ Գիտեք, սրանից ավել ուզում այստեղ կարդալ։ Ուզում եմ ասել, որ ներկայացնում է հսկայի մեծությունը։ Շատ անգամ միգուցե մեր կյանքերում կան այնպիսի խնդիրներ, որ այնքան մեծաթվում է հսկան, այնքան դժվար է հաղթահարելը, այնքան այս հսկան ճնշում է, նեղացնում է եւ շատ անգամ տարիներ է տևում, որ այդ հսկան քո կյանքում կա։ Անգամ դու կարող ես լինել ծառայությունների մեջ, դու կարող ես լինել եկեղեցու մեջ, դու կարող ես լինել այն մեկը, որ գիտի խոսքը, բայց կա հսկա։ Ինչ անենք այս ամեն ինչի հետ, մենք պիտի կարողանանք վստահել Տիրոջը, մենք պիտի կարողանանք ապավինել այն խոսքին, որ Աստված տվել է մեզ, եւ այդ խոսքի միջոցով մենք կարողանանք հաղթություն ունենալ։ Ամեն։ Այդ խոսքն է, որ մեզ տալիս է զորություն, որովհետեւ Տիրոջ խոսքը հստակ էսպես է ասում, որ Աստված իր խոսքը իրանից վեր դասեց։ Ամեն։ Այդ խոսքը իր մեջ ունի իշխանություն, զորություն, հռչակում, այդ խոսքը ունի ուժ իր մեջ, եւ երբ որ մենք այդ խոսքը կիրառում ենք, մենք պիտի կարողանանք հավատքով կիրառել։ Մենք կարող ենք շատ խոսքեր ասել, անգամ ուրիշներին ասել, բայց այդ խոսքի մեջ հավատք չլինի։ Իսկ եթե չկա հավատք, չկա զորություն, չկա գործունեություն, չկա շարժ, բայց երբ որ այդ խոսքը արձակվում է իշխանությունով, հավատքով, խոսքը իրականություն է։ Ամեն։ Խոսքը միայն այդ ժամանակ է իրականություն դառնում, սիրելիներ։ Դա համար մենք պետք է կարողանանք հավատքով հրամայել։ Երբ որ մենք հիշում ենք Մատթեոս ավետարանում, ուրիշ այլ ավետարաններում, երբ որ Հիսուսը կանչեց աշակերտներին եւ ինչ արեց, ասում են նրանց իշխանություն տվեց։ Ո՞վ վրա օծերի վրա, դևերի վրա, հիվանդությունների վրա, խնդիրների վրա, հսկաների վրա, ամեն իրավիճակների վրա իշխանություն տվեց։ Իսկ եթե այսօր դու քո իշխանությունը չես ճանաչում, ապա դու չես կարող հաղթահարել որևէ հսկայի։ Կարող ես կողքինիդ ասել ճանաչիր իշխանությունը։ Շատ կարևոր է, որ դու ճանաչես քո իշխանությունը, ճանաչիր քո իշխանությունը։ Ո՞րն է քո իշխանությունը։ Գիտես, գոռալով հարցը չի լուծվի։ Ինչքան ուզում ես բարձր գոռադևը քեզանից չի վախենա։ Բայց եթե դու անգամ շատ ցածր, շատ լուր, մի հատ շշուկով ասես չքվի այստեղից ինքը կանհետանա։ Բայց եթե դա ասես իշխանությունով, շատ անգամ որևէ մի բառ չես ասի, քո ներկայությունը բավական է, որպեսզի ինքը հեռանա։ Քո ներկայությունը բավական է, որպեսզի ինքը դրսևորվի։ Սիրելիս, դրա համար այսօր թող քո ներսում բարձրանա այդ իշխանությունը, եւ դու ճանաչես այդ իշխանությունը եւ դու կարողանաս Աստծո խոսքի զորությունով հաղթահարել։ Ամեն։ Կարողանաս ճեղքել։ Եվ նույն 17-րդ գլխի 45-ից 47-րդ խոսքերում ասում է. «Եվ Դավիթն ասեց փղշտացին. դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վրա, բայց ես գալիս եմ քեզ վրա, զորած Տիրոջ Իսրայելի զորքերի Աստծո անունով, որին դու նախատեցիր»։
Այսօր Տերը քեզ իմ ձեռքը կմատնե ու ես քեզ կմերցնեմ եւ քո վրայից գլուխդ կառնեմ եւ փղշտացիների բանակի դիակները այսօր երկնքի կներեք դիակները այսօր երկնքի թռչուններին եւ երկրի գազաններին կտամ որպեսզի բոլոր երկիրը իմանա որ Իսրայելը Աստված ունի ամեն Իսրայելը Աստված ունի սիրելիներ եւ այս բոլոր ժողովքը իմանան որ Տերը սրով եւ նիզակով չի ազատում որտեղ պատերազմը Տիրոջն է եւ նա ձեզ մեր ձեռքին ամեն շատ անգամ թշնամին գալիս է տարբեր ճանապարհներով տարբեր զենքեր է օգտագործում մարդու է օգտագործում իրավիճակ է օգտագործում հարազատ ու բարեկամ է օգտագործում չգիտեմ ով է օգտագործում ինչ է օգտագործում իր զենքերը մարմնավոր են շնչավոր են բայց մեր զենքը Աստվածային է մենք մեր Տիրոջ անունով ենք գալիս այդ հսկաների դեմ սիրելիներ եւ մենք կարիք ունենք այսօր ճանաչենք մեր իշխանությունը ճանաչենք մեր ով լինելը ճանաչենք մեր ներսի զորությունը որ Տերը տվել է մեզ եւ Գիտեք, ինձ համար կարևոր չի մարդկանց շատությունը, ինձ համար կարևոր է այն զորությունը, որ անգամ այն մանուկը, եթե ճանաչում է իր իշխանությունը, իր զորությունը, իր ով լինելը, այ դա իրանից ուժ է ներկայացնում։ Եվ սա շատ կարևոր է, որ մենք բոլորս լցվենք այդ զորությունով եւ կարողանանք այդ ձևով պատերազմել թշնամու դեմ։ Այսօր այդ հսկաները գալիս են, մեզ խեղճացնում են, սատանան գալիս է ու խաբում է։ Գիտես, մարդիկ տարիներ գերի են դառնում մտքին միտք, որ անգամ դա իրականություն չի, ինչ-որ մի բան չի, բայց այդ միտքը իրան տանջում է, դա հսկա է, իրան ճնշում է, մեղադրում է, դատապարտում է Եվ այսօր մենք գերի ենք դառնում նմանատիպ իրավիճակների, բայց Աստված մեզ տվել է կարողություն, որ մենք հաղթահարենք, որ մենք ասենք ես իմ Տիրոջ անունով եմ գալիս, ես գալիս եմ եւ պատերազմը ումն է իմ Տիրոջ։ Ամեն։ Ես իմ եսով չեմ կռվում, ես կռվում եմ իմ Տիրոջ զորությունով, ամեն։ Սա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք այս ձևով առաջնորդվել սիրելիներ եւ թույլ տանք, որպեսզի Տերը իսկապես մեզ սովորացնի կռվել, պատերազմել, հաղթահարել, սովորացնի մեզ վստահել, հավատալ եւ մեր հավատքը ավելացնել։ Այո, մենք բոլորս փրկության հավատքը ունենք, բայց միայն դրանով երկրի վրա ապրելով մենք չենք կարող բավարարվել։ Մենք պիտի պատերազմելու հավատք ունենանք, հաղթելու հավատք ունենանք, իշխելու հավատք ունենանք, իշխելու ոչ թե մարդկանց, այլև ոգիներին, որոնք ներգործում են, իրավիճակներին իշխելու համար, այո, եւ մենք պիտի կարողանանք այս ամեն ինչի մեջ այդ հավատքը գործադրել սիրելիներ։ Եսայա մարգարեության 49-րդ գլխում կարդում ենք այսպիսի մի տեղ, որտեղ ասում է ուրեմն 24-25 համարներում այսպես է ասում. Միթե հզորից կառնվի ավարը, կամ արդարի գերին կազատվի, որտեղ Տերն այսպես է ասում. այո, տղամարդի գերին էլ կառնվի եւ հզորի ավարն էլ կազատվի, եւ քեզ հետ վիճողների հետ էլ ես պիտի վիճեմ, եւ քո որդկանցը ես պիտի ազատեմ։ Ամեն։ Մի հուսահատվի, միգուցե քո հսկան, քո երեխեքի հետ կապված խնդիրներն է, մի հուսահատվի, վերցրու Աստծո խոստումները, դիր գործի մեջ, դիր ճիշտ հողի մեջ, դիր սերմը եւ սկսիր ուրեմն քո հաղթությունը վերցնել, ամեն, որպեսզի կարողանաս ճեղքել, որպեսզի կարողանաս իսկապես հավատալ, ոչ թե գիտեք շատ անգամ ցավոք սրտի հոգևոր լինելով, քրիստոնյա լինելով, հավատացյալ լինելով հանդերձ, սկսում ենք տրտնջալ, սկսում ենք նեղվել, սկսում ենք լացել, գիտեք, ամենաչսիրածս բանը լացող քրիստոնյաներն։ Երբ որ սկսում են նվնվալ, չգիտեմ, անընդհատ հոգի զորությունը, որտեղ է քո հոգևոր զենքերը, որտեղ է քո պաշտպանությունը, որտեղ է այն խոսքի զորությունը, որ Տերը տվել է սիրելիներ։ Ինչքանները կա, ես միշտ եմ ասում, որ շատ հոգևորներ, երբ որ գնան երկինք, հասնեն, մի կերպ հասնեն երկինք ու դրանք ինչեր են բաց թողել, ինչեր են կորցրել, ինչեր են ձեռից տվել եւ ինչեր ունեին, որ չեն օգտագործել։ Ամեն։ Սա օգտագործենք այն ճիշտ իշխանությունը եւ կարողանանք հաղթահարել սիրելիներ։ Ձեր մեղքը կարող է հսկա լինել յուրաքանչյուրի համար։ Եվ գիտեք, այդ մեղքը ինքը միայն այն մեղքը չի, որ ասենք դու գնաս, չգիտեմ, գողություն անես, սա անես, նա անես, այն բացասական sense մեղքերի բաներ կա, չէ՞, հիմա կարող ես ասել բادرական մեղքը որն է։ Հիմա կարող եմ ասել դա որն է։ Եկեք
միասին նայենք սիրելիներ Հակոբոսի թուղթը եւ 4-րդ գլխի 17-րդ խոսքը, որտեղում էսպես ասում. «Արդ ով որ բարին գիտենա եւ չանի, նրա համար մեղք է»։ Շատ անգամ մենք այդ բարի գործը չենք կարողանում անել, որտեղ մի հատ հսկա կա մեր կյանքի մեջ, թույլ չի տալի, ում համար ես անում, այդ ինչ ես անում, այդ ինչքան սովհաբերեցիր, չգիտեմ ինչի էդի արեցիր, 100 դրամը հերիք է, բայց սիրելիներ, սա մեղք է, որտեղ մենք միշտ պետք է լսենք Տիրոջ ձայնը, Աստված ինչ է ուզում, որ ես անեմ, ինչպես անեմ, կամ միգուցե Տերը ինչ-որ մեկին անընդհատ քո առաջ դնում է, որ դու իրան չգիտեմ, ոչ միայն ֆինանսականի մասին է խոսքը սիրելիներ, այլ բարի գործ անելը, եւ եթե դու չես անում, մեղք ես գործում։ Եվ սա մեղք է, սիրելի, սա հսկա է, որ կարա հսկա լինի մեր կյանքի մեջ, դու չես կարողանում հաղթահարես քո անցյալի այն խնդիրները, որտեղ դու անցյալում միշտ ունեցել ես պակասություն, քեզ չեն արել, գիտեք, երկու ծայրահեղություն գոյություն ունի։ Շատերն ասում են, ինձ չեն արել, ինչի ես անեմ։ Մյուս ծայրահեղությունն էլ նա է, որ իրեն չեն արել, այնքան չափից ավել է անում։ Հիմա կասեք Նազիկ քո համասում եք արա, հա, մտածում եք, որ այդ ծայրահեղությունը, ասում ես ծայրահեղությունը անելը։ Սիրելիներ, գիտեք, երբ որ Աստծո խոսքը առակած թուղթը հստակ ասում է, արա, երբ որ ձեռքումդ զորություն կա անելու, բայց ումը որ կվայելի։ Ճիշտ տեղում, քո սերմը ճիշտ տեղ դիր, քո չգիտեմ անգամ բարին անելու սերմը ճիշտ տեղ դիր, որպեսզի չթալանվես, որպեսզի չկոտրվես, որպեսզի չհուսահատվես, բայց արա ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին, ճիշտ մարդկանց, ու դու կտեսնես ինչքան կորտնվես, ամեն, բայց հաղթահարի ես հասկան, հաղթահարի եւ առաջ շարժվիր, որպեսզի դու իսկապես այդ խնդրի մեջ չհայտնվես։ Ուրեմն մենք պիտի կարողանանք իսկապես այդ ճեղքումը մեր կյանքերի մեջ ունենալ եւ կարողանալ բարի գործ անել սիրելիներ, ամեն։ Գիտեք, շատ անգամ մարդիկ բաներ են անում, սա մի հատ ուրիշ ծայրահեղություն է, ցուցադրում են։ Աստծո խոսքը մեզ ասում է, մի ձեռով արեցիք, մյուս ձեռքը թող չի իմանա։ Եկեք այնպես անենք, Աստծո խոսքի համաձայն վարվենք, որպեսզի հետո այդ հսկան մեր կյանքերի վրա իշխանություն չունենա, ամեն, որովհետև մենք պետքա կարողանանք իսկապես վստահել մեր Տիրոջը։ Եկեք գնանք Մարկոս ավետարան։ Մարկոս ավետարանում կարդում ենք 10-րդ գլխի, ուրեմն 49-րդ խոսքը, որտեղում հանդիպում ենք այս պատմությանը, Հիսուսը կանգնեց եւ ասեց, որ նրան կանչեն, խոսքը կույրի մասին է սիրելիներ, կարծում եմ շատերը գիտեք, եւ կույրին կանչեցին եւ ասեցին նրան, քաջ եղիր, վեր կաց, քեզ կանչում են։ Սիրելիներ, շատ անգամ մենք այդ հսկան մեր կյանքերի մեջ հարմարվում ենք, այս ժամանակ կույրերը ունեին հանդերձներ եւ այդ հանդերձը իրանց վրա գցած, իրանք երկար ժամանակ այդ նույն իրավիճակի մեջ, այդ նույն կարգավիճակի մեջ ապրում են։ Գիտեք, մեր հոգեվոր կուրությունը անգամ կարա հսկա լինի մեր կյանքի մեջ, որ մենք չտեսնենք Տիրոջ գործը, Տիրոջ զորությունը, Տիրոջ միջամտությունը, կարողանանք այսօր վեր վրայից այդ հանդերձները վայր գցել։ Երբ որ ինքը լսեց, որ Հիսուսն է անցնում, առաջի բանը, որ արեց, իր վրայի հանդերձը գցեց։ Ամեն։ Քո վրայի այդ սխալ հանդերձները վայրքից եւ գնա մոտեցիր դեպի Տիրոջը եւ նա քեզ ազատ կարձակի, նա քեզ կօգնի, նա քեզ կբժշկի, նա քեզ կօգնի կսովորեցնի, նա քեզ պատերազմել կսովորեցնի, նա քո պատերազմի մեջ ներկա կլինի եւ ինքը հաղթություն կտա քեզ։ Ամեն։ Խեղճությունը դա հսկա է, սիրելիներ, իրավունք չունես, գիտեք, խեղճ եւ խոնարհ չխառնենք իրար, սրանք տարբեր բաներ են, բայց մի եղի խեղճ, մի եղի հոգեվոր դաշտում խեղճ է եղար դու թշնամու կողմից կհավասարվես գետնի, բայց գիտես դու ճանաչի քո իշխանությունը, քո ով լինելը։ Երբևէ դու ես հարցը քեզ տվել ես, ով ես դու Քրիստոսի մեջ, որն է քո իշխանությունը, որն է քո անելիքը, որն է քո պատերազմը, որն է քո զենքերը, ինչ զենքերով ես կռվում, ինչ զենքերով ես հաղթահարում, ինչպես ես կարողանում Աստծո հետ քո այս խորը հարաբերությունը պահել, որպեսզի կարողանաս ազատ լինել։ Ամեն։ Եվ թույլ տուր, որ սա Տերը քո կյանքում անի, դու պիտի թույլ տաս։ Կապանալիները ասում ես Տեր, խեղճ ու կրակ։
Խեղճուկրա գիտեք հին երգեր կան, որ ես անել չեմ կարողանում, դրանք լսել, այն վաղտել չեմ լսել, հիմա էլ չեմ լսում, չգիտեմ, հրաս բոբիկ ոտքով ճամփա գնամ, ինչի համար։ Իմ բաժինը բոբիկ ոտքով քայլելը չի, իմ բաժինը օրհնված լինելն է, իմ բաժինը Աստծո մեջ լինելն է, իմ բաժինը համապատասխան կարիքները ունենալն է, իմ բաժինը Աստծուն ճանաչելն է, իմ հայրը ամենակարողն է, երկնքում է, տիեզերքի արարիչն է, ամեն բան իր ձեռքերի մեջ, ամեն օրհնություն իրանից է գալի, եւ ես ինչի պիտի երկրի վրա խեղճի կարգավիճակում լինեմ, չգիտեմ, թույլի կարգավիճակում լինեմ, պարտվածի կարգավիճակում լինեմ, սիրելիներ, ամեն, եկեք մեր դիրքը փոխենք, եկեք ճանաչենք մեր, գիտեք, շատ անգամ, շատ ներողություն, բայց դու քո հեղինակության մասին չես մտածում, Աստծո հեղինակության մասին մտածի, որպես քրիստոնյա, որպես հավատացյալ, ով ես դու եւ ինչպես ես ներկայացնում իրեն երկրի վրա, որտեղ դու ես իրեն ներկայացնողը, դու ես այն լույսը, որ երկրի վրա պիտի քայլես եւ մարդիկ քեզ տեսնելով պիտի գան, եթե դու խեղճուկրակ գնաս ինչ-որ մեկին վկայես, ասես, գիտես Քրիստոսը հաղթող է, ասեն, այս որ հաղթող է, բա ինչ ես դու ես խոսում, այս ինչ է քո վիճակը, ամեն, դու պիտի ներկայանալի լինես որպես Աստծո զավակ, եւ ով ես դու որպես Աստծո զավակ, ինչպես ես ներկայանում, ինչ զորություն է քո ներսում գործում, ամեն, որ դու լինես իսկապես այն մեկը, որ դու հաղթություն բերող մեկը լինես, թող որ Տերը քեզ զորացնի եւ այսօր քո միտքը բաց լինի ընկալելու, վերցնելու։ Գիտեք, մենք բազմաթիվ պատգամներ, ես վստահ եմ Արսեն եղբայրը, Հովիվ Արսենը ինքը այնքան խորը խոսքեր է խոսում, կամ շատ պատգամներ, այսօր մենք հասանելի է մեզ ամեն բան, բայց ինչ ես վերցնում ես թե չես վերցնում, որքանով ես թույլ տալիս, որ քո կյանքը փոխվի, որքանով ես թույլ տալիս, որ այդ հսկաները քո կյանքից անհետանան։ Աշոտը խոսեց այդ մասին, Դավիթը փոքր մի հատ պատանի տղա, բայց ինչ արեց, ինչ վստահություն կար դեպի Աստված, եւ ինքը գիտեր ինչ պատերազմներ է վարել, ինչպես է արջի ու արիոցի հետ կռիվ տվել, ու մի հատ հսկա եղած ինչ է, որ ինքը չկարողանա տապանել, սիրելիներ։ Այսօր եկեք նայենք այդ աչքերով, այդ հավատքով, այդ խոսքի ուժը զորությունը վերցնենք, ոչ թե միայն խոսքը իր այն որ կաղապարով, մեջը դատարկ, այլ խոսքը իր ուժով եւ զորությունով, որպեսզի այդ հաղթությունը ունենանք, սիրելիներ։ Այո, մենք շատ անգամներ, ես չեմ խոսում նրա մասին, որ մենք չենք կարող ընկնել, մենք չենք կարող թուլանալ, մենք չենք կարող ինչ-որ ժամանակ դժվարություններ ունենալ, հսկաներ գան, բայց մենք իրավունք չունենք մնալու այդտեղը, մենք պիտի հաղթահարենք նորից կանգնենք, ընկանք պիտի կանգնենք, թուլացանք պիտի զորանանք, չգիտեմ, հիվանդացանք պիտի բժշկվենք, անգամ եթե չբժշկվենք, ամենածայրահեղ տեղն եմ գնում սիրելիներ, հավատքով պիտի չթուլանանք, ամեն, պիտի մեր վստահությունը Տիրոջ վրա այնքան ուժեղ լինի, որ մենք ապավինենք, մեր ապավինությունը ուժեղացնենք դեպի Տերը եւ կարողանանք ճեղքումներ ունենալ սիրելիներ։ Հիմա ուզում եմ ասել, որ այո, եւ հիվանդությունը կարող է հսկա լինել մեր կյանքերի մեջ, շատ հիվանդություններ, շատ խնդիրներ կարող են լինել, բայց նորից ու նորից մենք պիտի կարողանանք վստահենք Տիրոջը, մենք պիտի կարողանանք հավատալ եւ վերցնել այն խոսքերը, այն զորությունը ու առաջ շարժվել, որպեսզի դա նորից մեզ չճնշի, մեզ չխեղճացնի եւ չտկարացնի։ Հիվանդությունը կա, հավատքը թող մնա, փրկությունը թող մնա, չգիտեմ, ամեն ինչ արա, որպեսզի դու դրա մեջ կարողանաս հաղթություն ունենալ։ Հակոբոս 5-րդ գրքում կարդում ենք 14-ից 16-րդ համարներում ասում է. եթե ձեզանից մեկը հիվանդ է, թող եկեղեցու երեսներին կանչե, որ նրա վրա աղոթք անեն, նրան յուղովուծեն Տիրոջ անունով եւ հավատքով աղոթքը կփրկի այդ հիվանդին եւ Տերը վեր կկացնե նրան եւ եթե մեղք գործած լինի կթողվի նրան ամեն իրար խոստովանեցեք ձեր հանցանքները եւ իրար վրա աղոթք արեք որ բժշկվեք շատ զորավոր է արդարի աղոթքը ներգործելով ամեն ամեն ինչի ճանապարհը կա, միջոցը կա։ Չգիտեմ, ինձանից շատ երևի հիվանդացողներ չեն եղել, ինձանից շատ վիրահատվողներ չեն եղել, խնդիրներ չեն ունեցել, կոտրվածներ, բայց ամեն անգամ կանգնել եմ, թափ եմ տվել ինձ նորից, նայել եմ Տիրոջ ու ասել եմ Տեր, դու իմ զորությունն ես, դու իմ հաղթությունն ես, դու իմ ուժն ես։
Եվ երբեք իմ ներսում, գիտեք, շատ կարևոր է, որ քո ներսում դատապարտություն չբարձրանա երևիտերը։ Վերջերս մի ազնվորության ծառայից, ով իր մեջ կռիվ ուներ, խռոված էր, գիտես թույլ մի տուր, որովհետև սիրելիներ դու մարմնի մեջ ես, աշխարհի մեջ ես, ունենաս տարբեր իրավիճակներ։ Չգնանք այնտեղը, թե ինչ արմատների, ինչի պատճառով են, որտեղից այդ ամեն ինչը առաջացել, դա ուրիշ թեմա է, բայց եթե արդեն կա եւ անցնում ես այդ ամեն ինչի միջով, մի թվացի, մի թող որ դա քեզ իշխի։ Եվ ասա նրան, եթե մեռնեմ այդ լիրոշն եմ, շատ տարիներ առաջ էր եւ ես դեռս եկեղեցում չէի եւ սկսնակ հոգեվոր էի, բայց արդեն այդ կրակը վառվում էր իմ ներսում։ Բայց մի հատ բնավորության գիծ ունեի, որ մինչև վերջի գործս չվերջացնեի, չէի գնա եկեղեցի։ Դեն վերջի ափսեն լվացած լիներ, որ գնայի ու արդեն այդ վերջի ափսեն մինչև լվացի, զգացի, որ ես այնքան վատ եմ, որ ես մեռնում եմ։ Բարից բուն իմաստով, ես զգացի, որ ես մեռնում եմ։ Ու երբ որ ես մտածեցի, որ ես մեռնում եմ, մարդ չկա, հեռախոս չկա, երեխեքը մանկական են գնացել, ասում մտնեմ ներս մեռնեմ։ Մի հատ հաղթա ունեինք դրա վրա, կմեռնեմ։ Այս ձևով, երբ որ ուզեցի սենց պարկեմ, որ մեռնեմ, մի հատ ձայն խոսած հետս, ասես մի պարկի, ծնկի արի աղոտքանը, հենց որ ծնկի եկա, հոգին մեջից դուրս եկավ, այս հենց հոգին բարձրանմա, վերև մարմինս ընկնում ա ներքև, հլը չեմ հասցնում հասկանամ իմ հետ ինչ ա կատարվում, նորից մտնում ա մեջս, նորից ա դուրս գալի, 3 անգամ, սենց մի հատ շոկային, անսպասելի իրավիճակ, 3-րդ անգամ, երբ որ հետ եկավ, ուսես բարձրանում էր ինքը, երբ որ հետ եկավ ասեց հիմա տեսնում ես, որ քո կյանքն իմ ձեռքերի մեջ է, բայց դու դեռ պատրաստ չես, որ ես քեզ տանեմ։ Ու ես հենց շոկահարված, շատ բան չհասկանալով, նորից գնացի, որ պարկեմ այդ տեղը հասկանամ, ես ինչ էր հետս կատարվում, մի հատ ուրիշ ուժ հայտնվեց իմ առաջ, իր կերպարանքով, պատկերացրեք, ես այնքան ազդված էի այդ ամեն ինչից, որ ոչ վախեցա, ոչ հասկացա ես ով եմ, մենակ ասեցի չքվի ստեղից, հենց նոր ես տիրոջ հետ հաղորդակից եղա, ու ինքը անհետացավ, ու ես մի բան հասկացա, որ գիտեք, իմ կյանքը Աստծո ձեռների մեջ է, ու ես պիտի ամբողջությամբ իրան հանձնվեմ, եւ չգիտեմ ամեն վայրկյան, գիտես դու կարող քո ամբողջ կյանքում կռիվ ես տալի հսկաներին կամ չգիտեմ ինչ վիճակի մեջ, բայց մի վայրկյան ուղղակի մի վայրկյան ու դու էլ չկաս, ինչ ես անելու այդ ամենի հետ, հանկարծ այդ խոսքը լսես, դու դեռ պատրաստ չես, դու դեռ պատրաստ չես, եւ սրա համար մենք պիտի մտածենք, մենք պիտի ջանք անենք, որ մենք պատրաստ լինենք, որ մենք միշտ մեր զենքերը վայր չդնենք, մեր զրահները վայր չդնենք, մեր հավատքի վահանը ամուր բռնած լինենք, մեր ոգու սուրը մեր ձեռքերի մեջ, մենք միշտ պատերազմի մեջ լինենք, մեր մտքերը միշտ թույլ տանք, որ այդ սաղավարտը լինի ծածկած լինի, որ մենք միշտ այդ ճանապարհների մեջ քայլող լինենք, չնայելով որևէ դժվարության սիրելիներ, ամեն։ Եվ այն ժամանակ կտեսնենք, որ այո, այդ ժամանակ այս աղոթքը կներգործի, եւ այս աղոթքը քեզ կբժշկի, քո մեղքերն կների, ամեն բան կանի, բայց եթե դու այդ վիճակում ես, դու անընդհատ աղոթք ես ուզում, բայց ոչինչ չի փոխվում, գիտես շատերի հարցը հենց սա է, ոչինչ չի փոխվում։ Գիտեք ինչու չի փոխվում, որտեղ քո ներսը չի փոխվում։ Երբ որ քո ներսը փոխվի, երբ որ քո մտածելակերպը փոխվի, երբ որ քո վերաբերմունքը Աստծո խոսքին փոխվի, ամեն բան կփոխվի քո կյանքում, ամեն կներգործի այդ խոսքը քո կյանքում եւ կգա այդ խոսքի զորությունը քո կյանքում, սիրելիս։ Այն ժամանակ դու կտեսնես այդ գերբնական ներգործությունը։ Մի հսկայի մասին եմ ուզում խոսել, որ սա կոչվում է անհաշտություն։ Գիտեք, անհաշտությունը, սա խնդիր, անհաշտություն ընտանիքում, անհաշտություն եկեղեցում, անհաշտություն տարբեր տեղեր, մարդ, որ միշտ իր մեջ ինչ-որ անհաշտություն կա եւ սա հսկա է, չեղածեղից եմ ասում կպտտվի կգա ինձ կկպնի այդ խնդիր, որտեղ դու այդ դուրը ունես բաց քո կյանքում, այսօր փակիր, այսօր հրաժարվի, այսօր թույլ տուր, որ Աստված քո կյանքում այդ զորությունը բերի։ Գիտեք, ես մի բան միշտ ասել եմ, երբ որ իրավիճակներ ա եղել, որ այդ տեղում, այո, խնդիր ա եղել։
ինչ որ մի հատ իրավիճակ ա եղել, ես անգամ մեղավոր չեմ եղել, բայց գիտեք ինչի համար եմ հաշտվել, որտեղ Աստծո խոսքը ասում է, ում շատ տրվեց նրանից շատ պահանջվեց։ Եթե ինձ շատ ա տրվել ու այդ շատը ինձանից պահանջվում է, թույլը չի կարա առաջինը ներողություն խնդրի, թույլը չի կարա առաջինը հաշտվի, թույլը իր հպարտությունը թույլ չի տա, որ ինքը գնա եւ հաշտություն վերցնի, հանուն իր օրհնության, խաղաղության, ազատության, բժշկության ուժերը կարա դառնի։ Ամեն։ Միայն ուժերները կարող են դա անել։ Եվ դրա համար մենք պիտի կարողանանք իսկապես այսօր այդ ուժը մեր մեջ վերցնել, զինավորվել ու թույլ տանք, որ Աստծո խոսքը մեր կյանքի մեջ գերբնականորեն գործի սիրելիներ։ Բայց հա նաև վերջին օրերի ուրեմն խնդիրներից մեկն է սիրելիներ, որը իսկապես մենք սրա հետ բախվելու ենք, բախվում ենք, առնչվում ենք, զգուշ լինենք, արթուն լինենք, սթափ լինենք, որպեսզի այս ամենը մեր կյանքերում տեղի չունենա սիրելիներ։ Եվ տեսեք Աստծո խոսքը ինչ է ասում։ Եկեք կարդանք ուրեմն երկրորդ Տիմոթեոս 3-րդ գլխի հենց առաջին համարից, առաջինից 3 ասում է, սա գիտացիր, որ հետին օրումը չար ժամանակներ կգան, որտեղ մարդիկ կլինեն ինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոհիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուշկար, դաժան, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի ցանկասեր, քան աստվածասեր։ Հիմա տեսնում եք, քանիսներիդ եք մտածում, որ էսի մենակ աշխարհի մարդկանց համար է այս տողերը։ Մեր համար է, սիրելիներ, անհաշտ։ Եվ այսօր, երբ որ մենք հանդիպում ենք, բախվում ենք այս ամեն ինչի հետ, մենք տեսնում ենք, սա հսկա է դարձել եկեղեցում։ Գիտեք, մենակ մեծ խոսալով չի, մենակ այդ ամեն ինչը սենց անպա գորգոր ասելով չի, ապրելով է։ Այդ քո ապրած կյանքը ցույց կտա, այդ հսկան քո կյանքում կա, թե չկա։ Այս ամեն ինչը ցույց կտա, գիտեք սիրելիներ, քո վերաբերմունքը, քո մոտեցումը, չգիտեմ, քո սրտի դիրքը եւ ամեն ինչ, շատ անգամ մենք գնում ենք փոխզիջումների հենց մեր օրհնության համար, հենց մեր Աստծո առաջ ուղիղ լինելու համար։ Թույլ չտանք, որ այս հսկան մեր կյանքերում լինի սիրելիներ, ապավինենք Տիրոջը։ Ես վստահ եմ, այստեղ մեկը չկա, որ ինքը կասկած ունենա Աստծո գոյության, Աստծո զորության, Աստծո խոսքի վրա, բայց եթե մենք ունենք այս վստահությունը, ինչի չենք կարողանում հնազանդվել, ինչի չենք կարողանում ապրել, ինչի չենք կարողանում այս խոսքը մեր կյանքերի մեջ, այս բոլոր խոսք ասելով ամբողջ Աստվածաշունչը նկատի ունեմ կյանք դարձնել սիրելիներ, ինչի չենք կարողանում այս ամեն ինչի մեջ հարատվել։ Այո, ելի եմ ասում, ես չեմ ասում չեն գա խնդիրներ, հաղթահարի վեր կաց, ամեն, հաղթահարի այդ խնդիրը, մի մնա այդ տեղում և մի մնա այդ կարգավիճակում սիրելիս, ամեն։ Եվ այսօր թույլ տանք այն յուղ է, նոծությունը, որ մեր կյանքերի մեջ գալիս ասրեներ, սա մեզ օգնի հաղթահարել շատ բաներ։ Եվ ևս մեկ հսկա ուզում եմ խոսել պարտքերի մասին։ Խոսքս միայն ֆինանսական պարտքի մասին չեմ ուզում խոսել, պարտք։ Մենք շատ անգամ իրար սեր ենք պարտք, իրար հոգատարություն ենք պարտք, իրար նվիրում ենք պարտք, իրար, չգիտեմ, բարի գործ անել ենք պարտք, սիրելիներ։ Այո, որտեղ երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը եւ ասում է, երբ որ թագավորը ներեց պարտատերին, չէ, ասում է ինքը դուրս եկավ իր պարտքեղողին հանդիպեց եւ ինչ արեց, երբ որ չկարողացավ բանտը դրեց։ Լսելով թագավորը հետ կանչեց ու ինչ ասեց, քեզ բանտը կդնենք ու եթե մինչև վերջի դահեկանը չվճարես այդտեղից դուրս չես գա։ Գիտես շատ անգամ դու նվիրվում ես, դու հոգատար ես, դու սեր ես տալի, դու ամեն ինչ անում ես ու չկա դիմացից ոչ մի բան։ Սա նրա մասին չի, որպես Աստծո զավակներ մենք չպիտի անենք, բայց գիտես խնդիրը քոնը չի, խնդիրը դիմացինին է։ Ինքը քեզ սեր է պարտք, ինքը քեզ հոգատարություն է պարտք, ինքը քեզ, չգիտեմ, հավատարմություն է պարտք, նվիրում է պարտք։ Եվ եթե շատ անգամ հասկանում ես մեկի կյանքիդ մեջ ինչ-որ դժվարություններ, խնդիրներ, անկումներ, ասես ես որտեղից պարտք ունես։ Տեղյակ չես, ուշադիր չես, պարտք ունես, գնա պարտքդ վճարի։ Կարող Աստծուն ես պարտք։ Դասանորդ ես պարտք, չգիտեմ, մտածելակերպը դեռ փոխված չի, Տիրոջ բաժինը չես տալի, պարտք ես։ Գնա պարտքդ վճարի, ամեն։ Եվ երբ ես դու կարողանում այդ պարտքը վճարել, եկեք միասին նայենք 4 Թագավորաց 4-րդ գլուխը,
Եվ երբ որ մենք տեսնում ենք Աստծո զորությունը մեր կյանքի մեջ լցվում է ու գալիս է սիրելիներ, այդ ժամանակ դու անկախ քեզանից սկսում ես բոլոր պարտքերը վճարել սիրելիներ։ Երբ որ տեսնում եք ուրեմն 4-րդ գլուխ 7-րդ խոսք ամբողջ կոնտեքստը չեմ կարդալու, կարդում եմ 7-րդ համարը։ Եվ ասում է կինը եկավ ու պատմեց Աստծո մարդին, նա էլ ասեց գնա յուղը ծախիր եւ պարտքդ վճարիր եւ մնացածովը ապրիր դու եւ քո տղերքը։ Պատմությունը գիտեք, չէ՞, սիրելիներ։ Ահա։ Հիմա տեսեք, շատ անգամ մենք այդ յուղի կարիք ունենք, օծության կարիք ունենք, Սուրբ Հոգու ներկայության կարիք ունենք, որ ինքը գա մեր կյանքի մեջ ու սկսի մեր մեջ ամեն բան փոխել, բժշկել։ Գիտես, բժշկված սիրտը չի կարա այդ չբժշկված սիրտը չի կարա անհաշտության հսկային հաղթել։ Չբժշկված ուրեմն մտածելակերպը ինքը չի կարա գնա պարտք վճարի, սեր ցույց տա, չգիտեմ, ծայրահեղ կլինի իր մտածելակերպը։ Այսօր թույլ տանք այդ յուղը գա մեր կյանքի մեջ, ապրենք այդ յուղով։ Թույլ տանք այդ յուղը մեզ իսկապես այն որ յուղի գլխից մինչև ոտքերի ծայրը, այդ յուղի մեջ թաթախված լինենք, միշտ ունենանք մեր ամանները դատարկ չթողենք սիրելիներ։ Գիտես, այս ամանը կարա ունենա յուղի աման, բայց ինքը դատարկ լինի։ Այսօր թույլ տանք, որ այդ յուղը լցվի մեր մեջ ու մենք կարողանանք այսօր ապրել, կարողանանք այսօր ծառայել, կարողանանք այսօր գնալ են քայլերին։ Ես շատ կոմպրոմիսների գնացել եմ այն պատճառով, որ հասկացել եմ, որ Տեր, եթե սա է քո կամքը, եթե սա է քո ծրագիրը, սա է քո խոսքը, ես ինձ հնազանդեցնում եմ այս խոսքին, որպեսզի իմ կյանքի մեջ այս բժշկությունը, փոփոխությունը գա, որպեսզի իմ կյանքի հսկաները պարտվեն։ Ամեն։ Սա է ճիշտ մոտեցումը, սիրելիներ։ Ուրեմն շատ փոքր խնդիրներ կարող են հսկա թվալ, բայց երբ նայում ես Աստծո աչքերով խնդիրը չեզոքանում է կամ փոքրանում է, ամեն։ Շատ անգամ մենք մարդ ենք եւ մեր մարդկային մտածելակերպը սա կարա ասենք մեծացնի, ճոխացնի, չգիտեմ, իրավիճակները դժվարացնի, բայց այսօր կարողանանք Տերով նայել, Աստծո խոսքով նայել, խոնարհվել, հնազանդվել։ Մենք հեշտ կարող ենք այսի խոսալ, ուրիշներին ասել, բայց երբ որ հերթը մեզ է հասնում, մենք արդյոք կարողանում ենք սա ապրել, սիրելիներ, ամեն։ Կարողանանք, սիրելիներ, կարողանանք, հասկանանք, որ մի օր այնտեղ պատասխան ենք տալու, ամեն։ Իմ 6 տարեկան թոռնիկը, որ իրան երբեք մենք չենք սովորացրել այս ամեն ինչը, մեկ ընդհանրապես թոռներս շատ զարմանալի բաներ են մեկ խոսում անում, եկավ ասում է տատիկ ջան, այդ պարտեզումը տենց չեն հասկանում այդ երեխեքը, որ մենք Աստվածի մոտից եկել ենք ու մի օր նորից գնալու ենք այդ Աստվածի մոտ, որ մենք պետք է այստեղ մեկ ես գնամ այդ Աստվածի մոտ, ասում կգա քո ժամանակը կգնաս, հիմա հələ բան չի։ Ինչ եմ ուզում ասել, մենք իր մոտից եկած ենք, մենք ունենք այդ բնությունը մեր մեջ, մենք ունենք այդ տարողությունը մեր մեջ, չասես ես չեմ կարա, դա իմ բաժինը չի։ Քրիստոսին ես, Աստծուն ընդունել ես, Տերը քո մեջ գործում է, ուրեմն ունես այդ կարողությունը։ Ասում վերցրու այդ կարողությունը ու առաջ շարժվի սիրելիս։ Թույլ մի տուր, որևէ մի բան քեզ խանգարի։ Սերիս հպարտությունը կարա հսկա լինել մեր կյանքի մեջ։ Ես խոստովանում եմ, ես ժամանակին շատ հպարտ մարդ եմ, սարսափելի հպարտ, որ նոր է ամուսնացել է, յուղը գնացել է, Աշոտին ամեն օր բողոքում էին, կինը տանցնում է բարև չի տես, մի հերիք չես յուղը հարսեմ եկեմ, մի հատ պիտի սաղին բարև տամ, այդքան հպարտ էի։ Բայց Աստված նենց կոտրեց, նենց խոնարհացրեց, նենց սովորեցրեց, թույլ տվեց, այսօր սիրում եմ այդ յուղը, սիրում եմ, Աստված ինձ դրել է այդտեղ, այդ յուղի համար պատասխանատվություն ունեմ իմ ներսում, եւ գիտեք, պիտի դու թույլ տաս, որ Տերը կոտրի, թույլ չտաս Աստված, եթե ծրագիր ունի քո կյանքում, ավելի դժվար ձևով կկոտրի քեզի, քանի ժամանակ նա հոժարությունով թույլ տուր, որպեսզի Տերը դա չանի մեր ճանապարհով, որը կլինի ցավոտ, սիրելիներ, ամեն, թույլ տուր, որ սա Տերն անի, որ հպարտությունը սա հսկա է, այդ հսկային մենք թույլ չտանք, որ մեր կյանքերում ինքը գործի։ Եկեք նայենք Առակաց թուղթը, Առակաց 16-րդ գլուխը կարդանք։ 16-ի ուրեմն 5-րդ խոսքը։ Եվ այսպես ասում խոսքը, Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտները, անշուշտ, որ նրանք անմեղ չեն համարվելու։ Ամեն։ Տեսնում եք, ասենք, որ սա խնդիր է, մենք իրավունք չունենք, ինչի համար ենք հպարտ։
Ինչի համար պիտի հպարտ լինենք, ինչի թույլ չտանք, եթե մեր Աստվածը խոնարհվեց, իմ փոխարեն, իմ մեղքերի փոխարեն, իմ սխալների փոխարեն, եկավ, գինը վճարեց, ամեն ինչ արեց, դուռը բացեց, ճանապարհը հարթեց, չգիտեմ, ամեն հարց լուծեց, որպեսզի ես ով եմ, որ ես դա չանեմ, ամեն, ես ով եմ, որ ես ինչ չեմ հնազանդեցնել եւ չխոնարհվեմ այս ամենի մեջ, թույլ տամ, որ ես հսկան իմ կյանքում գործի։ Գիտեք, անհնարին է, որ հպարտ մարդը ինքը, չգիտեմ, հեշտ ճանապարհ անցնի, մանավանդ Աստծո դաշտի մեջ սիրելիներ։ Եվ դրա համար ասում է, նրանք անմեղ չեն համարվելու հաստատ։ Դրա համար այսօր քանի ժամանակ ունենք, սթափվենք ուշքի գանք եւ թույլ տանք, որ Տերը մեր մեջից մաքրի, սրբի, հանի, բժշկի, հպարտություն կլինի, մեր եսը կլինի, չգիտեմ ինչը կլինի։ Այսօր այդ ամեն ինչը Տերը մեր մեջից դուրս տանի եւ մենք ազատ լինենք։ Ամեն։ Թույլ տանք սիրելիներ, թող որ Սուրբ Հոգին գործի։ Ես քանի սենց մտածեցի երեք, աղոթում էի ու չգիտեմ, ասենք սենց նայում էի ինչ պետք է խոսեմ, նորից ու նորից գալիս է ես խոսքի վրա, նորից ու նորից գալիս է ես խոսքի վրա, ու հասկացա, որ պիտի խոսեմ այս խոսքը այստեղ, վախը, մի հսկա, որը կոչվում է վախ, այս վախը, շատ անգամ մենք ինչ ունենք, կորցնելու վախ ունենք, չգիտեմ, ապագայի վախ ունենք, ընտանիքի անդամների համար վախ ունենք, հիվանդության վախ ունենք, շատ վախեր կան, տեսակներ կան, ինչ հսկա կա, ինչ վախի տեսակ կա քո կյանքում, որը քեզ նորից ճնշում է, չգիտեմ, վախենում ես այդ ամեն ինչից, մի վախեցի, վստահի Տիրոջը, ամեն օրվա համար Տերն ասել է մի վախեցի, ամեն, եւ մենք կարողանանք ապավինել Տիրոջը, որ այս վախը մեր կյանքերում հսկա չլինի։ Այսօր քրիստոնեական աշխարհի հոգևոր մարդկանց ինչքան տարի է ես ծառայում եմ 2004 թվականից ես եկեղեցում եմ, 2009-ից այդ հովվական ծառայության մեջ եմ, դրանից առաջ այլ եկեղեցում եմ, բազմաթիվ մարդկանց եմ հանդիպել վախերի պատճառով, իրանք խեղճացած են, տկարացած են, վախ, լավ ասում եմ, իսկ ինչքան այս վախը գերի վերցրել Աստծո ժողովրդին, ամեն օր քեզ անալիզի ենթարկի, ամեն օր աշխատիքով, ամեն օր այդ վախը տար Տիրոջ առաջ դիր, զենվի Աստծո խոսքով, գիտես քո հաղթությունը Աստծո խոսքի մեջ է, Աստծո զորության մեջ է, նորից եմ ասում քո հավատքի մեջ է, վերցրու հավատքով վերցրու այդ խոսքը եւ չգիտեմ մեռնելու վախ ունես, ասա Տեր, պիտի ապրեմ քո փառքը պատմեմ, չգիտեմ ասա մեռնեմ մեկա, դու իմ կյանքում տեղ չունես, եթե անգամ մեռնեմ երկինք եմ գնալու, այնպես որ դու մտածի, ես մտածելու ոչինչ չունեմ, ամեն, եւ շատ անգամ ինչի ենք մենք շատ վախենում բաներ կորցնել, ասեմ գաղտնիքը, որովհետեւ մենք բաց չենք թողում, մենք չենք արձակում, մարդկանց չենք արձակում, մեր ունեցվածքը չենք արձակում, մեր ձեռքբերումները չենք արձակում, մեր օգնությունը չենք, մտածում ենք սպինդ, ուղղնվում ենք, մի վախեցի, Տերն է տվողը, Տերն էլ կպայի, հանձնի Աստծո, թույլ Տերը դա անի քո կյանքի մեջ, ամեն, սա է պատճառը, որ մենք չենք կարողանում արձակվել, մենք չենք կարողանում ազատվել այս խնդիրներից, շատ տարբեր իրավիճակներ, որովհետև տեսեք, մի բան եթե մենք հասկանանք, ինչ եք կարծում, Հիսուսը միայն ձեր անցյալի մեղքերի գինն է վճարել, մեր անցյալի ներկայի, ապագայի ամեն ինչի գինը վճարված ասիներներ, եթե մենք այդպես ապահովագրված ենք, ապա մենք չպիտի վախենանք, ամեն, մենք չպիտի վախենանք, մենք պիտի հուսանք Տիրոջը, մենք պիտի ապավինենք Տիրոջը, մենք պիտի հանձնվենք Տիրոջը եւ թույլ տանք, որ Տերը գործի մեր կյանքում, ամեն, Երրորդ Թագավորաց 19:5-ում Եղիայի պատմությունն է, բոլորս քաջ գիտենք, մի անձնավորություն, մարգարե, ով ինքը դրանից առաջ 400 մարգարեների կոտորեց, չգիտեմ, գնաց, համարձակ խոսեց, ես մի հատ Հեզաբելի խոսքից ազդվեց, վախեցավ, գնաց, գլուխը գիհի վրա դրեց, ասեց մեռնեմ, չգիտեմ, այս մեկ, այն մեկ, արփակվեց, սիրներ Հələ մի հատ հետ դարի տես ինչեր ես արել, ինչեր ստեղ ոնց ես հասել, ինչ ճանապարհ ես անցել, էդ ինչի ես այտենց վախեցել, ինչի ես թույլտվել, գնա սարը բարձրացրի, գնա նորից Տիրոջ ներկայության մեջ մտի, գնա նորից Աստծո խոսքին ապավինի, գնա նորից քո տեսիլքի ու քո ծրագրերի, այն ծրագրերը, որ Աստված է քեզ տվել, տարիներ առաջ, հենց հիմա մարգարեական մի հատ բան է գալի մեջս, մարգարեաբար Տարիներ առաջ Տերը քեզ տվել է տեսիր, խոսք, տվել է քեզի
այն ամենը ինչ որ դու պիտի անես, ու այսօր կանգնել ես ու շիվարել ես, չգիտես ինչ անես, հետ գնա քո տեսիլքի մեջ, հետ գնա ու բարձրացի, գնա Տիրոջ հետ քո ծրագրերի մեջ, դեռ այնտեղ քեզ մարդիկ են սպասում, որ դու պիտի գնաս բարձրացնես, դու պիտի գնաս օրհնես ու օծես, թույլ մի տուր, որ այդ վախը քեզ գերի դարձնի։ Թույլ մի տուր, որ ինքը հսկայի նման քո ճանապարհը փակի ու դու չիմանաս ինչ ճանապարհով գնաս, ոնց գնաս, կանգնի ու ասա հետիս գնա, չքվի, որովհետև իմ Տերը ինձ տեսիլք ա տվել, իմ Տերը ինձ մարգարեական խոսք ա տվել, ամեն, սա ասա սիրելիս, որպեսզի դու լինես հաղթության մեջ սիրելիներ։ Ավարտում եմ խոսքս և ևս մեկ հսկա, որ ուզում եմ ասել, սա մեր շուրթերն ա սիրելիներ, մեր խոսքերը։ Շատ անգամ կարա անեծքը, հայհոյությունը, վատ խոսքերի սովորությունը, սրանք հսկաներ լինեն։ Եվ դու տարիներ գալիս ես եկեղեցի գնում ես, բայց դեռ չես դադարում։ Չես դադարում այդ խոսքերը չասելուց կամ, չգիտեմ, արտահայտվելուց։ Այսօր դրա հարցերը լուծի։ Շատ տարիներ առաջ էր, որ ես չունեի, այդ ամեն ինչը չունեի, բայց իմ կողքին լինելով մի անձնավորություն, որ միշտ իրար հետ անընդհատ, ինքը իր երեխեքին անընդհատ վատ բառեր էր ասում, անիծում էր կամ չգիտեմ, չեմ ուզում կրկնել նրանց բառեր էր ասում, սկսեցի սովորել, երբ որ բարկանում է երեխեքի վրա, ես էլ էր ասում երեխեքին այդ նույն բառերը, հետո տանջվում է, հետո տառապում է, հետո մտածում եմ, բայց ես իմս չի, ես իմ բաժինը ես չի սազում, ինչի եմ ես այս խոսքերն ասում, ամեն անգամ այդպես մտատանջվում էի, ու հետո ես որոշում կայացրեցի, որ այլևս այդ բառերը իմ շուրթերից դուրս չեն գալու։ Եվ երբ որ երեխեքը նենց հակառակի պես կարող նենց բաներ անեն, որ ստիպված լինես ասել, անում էին, ես ինձ զսպում էի և չի ասում։ Եվ գիտեք, ես հետ վարժվեցի, որովհետև որոշումով կանգնեցի։ Այսօր որոշումով կանգնի, քո շուրթերից թող ոչ մի բառ դուրս չգա։ Աստծո խոսքը ասում է, չի կարա նույն աղբյուրից դառը և քաղցր ջուր բխել, սիրելիներ, թույլ տուր, որ Աստված իսկապես քո շուրթերը սրբի, և սրա մասին եկեք կարդանք Աստծո խոսքում և տեսնենք, թե ինչ է ասում Տիրոջ խոսքը։ Եսայա մարգարության մեջ մենք տեսնում ենք 6-րդ գլխի, ուրեմն 5-ից 7-րդ համարներում այսպես ասում. Եվ ես ասեցի, վայ ինձ, որտև կորած եմ, որտև ես պիղծ շուրթերով մարդ եմ, և ես պիղծ շուրթերով ժողովրդի մեջ եմ բնակվում, և իմ աչքերը տեսան զորած Տեր թագավորին։ Ես սերով բենների մեկը թռավ ինձ մոտ ձեռքին մի կրակի կայծ, որ ունելիով առել էր սեղանի վրայից, և նրանով դիպավ իմ բերանին, և ասաց, ահա սա դպավ քո շրթունքներին, և քո անօրենությունը հեռացավ, և քո մեղքերը քավվեցավ։ Սիրելիներ, այսօր թույլ տանք Սուրբ Հոգին կպնի այս շուրթերին ամեն, թող այս հսկան գնա քո կյանքից, մի թույլ տուր, գիտես, այն որ բացի, որ սատանան օգտագործում է և դու գործիք ես դառնում, գիտես, դու Աստծո ներկայացուցիչն ես, արժանի չի, վայել չի, այդ բառերը թող քո շուրթերից դուրս չգան, այսօր ասա Տեր, կպի իմ շուրթերին, մաքրի իմ շուրթերը, այս հսկան թող գնա, կարող է գիտես անգամ դու մարդիկ քեզ ճանաչում են շատ սեր, բարեպաշտ, բայց այն ծածուկ տեղը չգիտեն այն ծածուկ տեղում ինչա դուրս գալիս քո խոսք բերանից։ Այսօր թույլ տուր, որ այդ ծածուկն էլ անհետանա, որտեղ մեկը կա, որ տեսնում է, մեկը կա, որ գիտի, մեկը կա, որ անհանգստանում է, ինքը չի ուզում, որ քո կյանքում այդ հսկան լինի։ Թույլ մի տուր սիրելիս, այլ դա թույլ տուր այսօր քեզանից վեր առնվի, որպեսզի Տիրոջ զորությունը քո կյանքում գործի, ամեն։ Թույլ տուր, որ Աստված քո կյանքի մեջ մի նոր ձևով գա, մի նոր ճանաչողության։ Եթե հասել ես մի հատ տեղ, որ տեսնում ես, որ ճանապարհ ես անցել, բայց հետևում հսկաներ են մնացել, եւ այդ հսկաների հարցերը լուծած չի, այսօր կանգ առ առաջ մի գնա, ուղղակի կանգ առ, մի պահ վերցրու քեզ համար եւ թույլ տուր, որ իսկապես
Տերը սկսի այդ պահերի մեջ քո մեջ գործել, սկսիր հերթով դրանց հարցերը լուծել, սկսիր հերթով այդ հսկաներին տապալել, վերջու Աստծո խոսքը սկսիր պատերազմել, սկսիր կռիվ տալ այդ ամեն ինչի դեմ, որպեսզի Տերը քեզ ազատ արձակի, ամեն։ Շատ կարևոր է, ես սիրելիներ մի բան եմ ասում, շատերը օրինակ, չգիտեմ, խոսքերը, ծառայողների պատգամները տարբեր է, մտածելակերպը շատ անգամ տարբեր է, մարդիկ կան ասում են, մինչև դու դուրը չբացես, թույլ չտաս Աստված չի անի, ես համաձայն չեմ դրա հետ, Տերն անում է ամեն ժամանակ, որտեղ Աստծո խոսքը ասում է, հայրդ ու մայրդ էլ քեզ թողեն, ես քեզ չեմ թողի, Տերը չի թողում սիրել, Տերը գործում է, բայց եկեք չհասցնենք այն ծայրահեղ իրավիճակներին, այլ այսօր ինքներս հոժարությունով ոչ թե կոտրվելով, գիտեք, որովհետև մի հատ տեղ է գալի, երբ որ դու չես հանձնվում, չես հոժարվում, թույլ չես տալի, այս անգամ սենց մի հատ գետնին լղոզվելով ես այդ ամեն ինչից անցնում, բայց երբ որ թույլ տաս, հեշտ ու հանգիստ կանցնես, երբ որ հոժարություն ունենաս, երբ որ դու որոշում ունենաս, այն ժամանակ դու կհաղթահարես այդ ամեն ինչ, ամեն, կհաղթահարես սիրելիս, եւ դու կլինես այն մեկը, որ ոչ միայն քո համար կպատերազմես, այլ շատ ուրիշների համար։ Եսակենտրոնացումից դուրս կգաս եւ կսկսես մտածել, այն ամենը ես պարտավոր եմ հաղթահարելու շատ հսկաներ, որովհետև իմ թիկունքում մարդիկ կան, որոնց առաջ ես պարտականություն ունեմ, ամեն, սա շատ կարևոր է, շատ տարբեր ժամանակներ, տարբեր հսկաների եմ հանդիպել, առնչվել, բախվել, ունեցել, բայց այս մտածելակերպը ինձ օգնել է հաղթահարելու սիրելիներ, երբ որ անգամ կորուստը, չգիտեմ ցավը, իմ եղբայրը երբ որ մահացավ 41 տարեկան էր ու ես ոգևորված ծառայությունից դուրս էի եկել, գիշերվա ժամեր Աշոտի հետ գնում ենք ու զանգեցին, ասեցին, որ մահացել է, տոկը խփել է։ Գիտեք, մի ամիս հետո սկսեցի ծառայել, բայց արդյոք հեշտ է մի ամիս հետո ծառայելը, բայց այն մտածելակերպը, որ ես պատասխանատվություն ունեմ Տիրոջ առաջ, որ իմ հետևում ժողովուրդ կան, գիտեք, մարդիկ տարիներ են մնում դրա մեջ, այդ մահվան հսկայի առաջ, մահվան ոգու, բայց ես դուրս եկա, այդ սուքը, այո, բայց գիտեք, երբ որ դու այդ պատասխանատվությունը ունես, դու կանգնում ես, շատ հիվանդություններ կանգնեցրել են, հսկայի ձևով կանգնել են իմ առաջ, բայց երբ որ զգացել եմ մի քիչ ուժ ա եկել մեջս, եթե նկատում եք հիմա էլ ուժս այդքան շատ չի, բայց իմ որոշումը կա, իմ չգիտեմ, որ ես չեմ կարող, ես այն մարդկանցից եմ, որ իմ տեղը նստող չեմ, ես չեմ կարում, իմ շունչը կտրվում է, ես ասում, եթե ինձ ուզում են պատժեն, թող մցնեն սենյակ, դուրը փակեն վրես ու ես կպատժվեմ, այդ ինձ հերիք է, ես դուրս գամ, շարժվեմ, քայլեմ, ծառայեմ, գնամ, ասեմ, խոսամ, վկայեմ, չգիտեմ, ավետարանիչ չեմ, Էդի իմը չի հենա ավետարանիչը, բայց ես մարդկանց պիտի ծառայեմ, սիրելիներ, բայց քո որոշումը շատ կարևոր է, ամեն